ձեզ շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների կանդրադառնանք։ Ես այսպես հարցեր եմ տամ, որպեսզի ձեզ շնորհատեմ ձեր խոսքը հասանելին լսարանին։ Ադրբեջանի փոխվարչապետը պատվիրակությամբ Հայաստանում էր, առաջինը մենք իմացանք ադրբեջանական ԶԼՄ-ները պաշտոնական հաղորդակցություն, շնորհայց մեր լրատվամիջոցների երթալիքը լուսանկար տարածեց, որ Զվարթնոցը իջել ադրբեջանական ինքնաթիռը։ Ինչ նպատակով էր եկել այստեղ Մուստաֆայևը Հայաստան, այնուհետև Նիկոլ Փաշինյանը այսօր դավարակեց պատմական այց, խոսելով Արցախում, օկուպացված Արցախում ոչնչացվող մեր եկեղեցիների մշակութային ժառանգությունների մասին, ծանոթ եք Փաշինյանը ինչ հայտարարություն է արել, կուզեմ սրան անդրադառնալ, ավելին իր նախարար Արսեն Թորոսյանը վերջերս հայտարարում է Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է, ինչ կուզեն կանեն ըստ էության, ինչ ունենք ասելու նաև սրան, և վերջում իրենց հաջողվում է այդ խորոված փարթիով, որի արդյունքում իհարկե սոված են թողնում նաև իրենց ժողովարդապետերին, այսպես ասենք, ժողովրդին խաբել, համեցեք։ Նախ շնորհակալություն ձեր հրավերների, այսքան հաճախակի հրավերների համար։ Ասեմ, Արփ ջան, չնայած սրանց ժամերով, որ խոսես օրերով, ամիսներով, մեկը գլուխները չի մտնի, մեկը իրենք հետ բազան չունեն ուղեղի, որ կարողանան անալիզ անել և հետո խոսել։ Ինչի է եկել Շահին Մուստաֆայևը, բայց ինչի ենք մենք զարմանում, իր երկիրն է եկել։ Արևմտյան Հայաստանը իրենցը չի, Արևմտյան Ադրբեջանը կներեք։ Իր երկիրն է եկել է, վաղը Ալիևը կգա, մյուս օրը Բաքու ավլող փողոցի հավաքարարները կգան, ինչ է եղել որ։ Մենք լռենք, մեր գործը լռելն է, լռում ենք, սարսափելի ձևով լռում ենք ժողովուրդ։ Շահին Մուստաֆայևը իհարկե խնդիր ունի, իհարկե եկել է համոզվելու Նիկոլ կմնա թե չի մնա, Նիկոլը որ կետերնա թողել անկատար, ստորագրել տա և հանգիստ ցրտով գնան, բա որ հանգարց Նիկոլ չլինի, Շահին Մուստաֆայև, Նիկոլ լինի թե չլինի, այդ թղթերը վառվելու են։ Էն ինչ որ ստորագրել էլ տվել այս կամակատարին, այս նապաստակին, այս քաշնազարին, բոլորը վառվելու են։ Սա Շահին Մուստաֆայևի մասին ես նորից եմ ասում, չեմ զարմանում, դեռ գարուն է, գուցե սա առաջի ծաղիկն է, բայց սա բուկետներ կլինեն, սովորեք, ընտելացեք, ժողովուրդ։ Ինչ վերաբերվում է Արցախի Ստեփանագերտի եկեղեցիները քանդելուն, դա ես նույնիսկ դժվարանում եմ խոսել, որովհետև խելքս գլուխս չի գալիս, 2 շաբաթ է արդեն, ոչ թե դաղից, կսկծից իհարկե դա կա ու կա, այլ ցասումից իմ նկատմամբ, իմ միամիտ արցախցիների նկատմամբ։ Մի բան պատմեմ, ես չգիտեմ, դուք գիտեք, թե չգիտեք, 2000-ականների սկզբին Ադրբեջանից մի պատվիրակություն եկավ Փոլադ Բյուլբյուլօղլու գլխավորությամբ։ Փոլաթը շուշվեցի է։ Նրա հայրը Բյուլբյուլ, Աշուղ Բյուլբյուլն էր և թաղված էր Շուշիում։ Պատվիրակությանը տարանք Շուշի և նա ցանկություն հայտնեց գնալ հոր Շիրիմին այցի։ Եվ գնաց տեսավ խնամված Շիրիմը, տեսավ խնամված վերանորոգած Վագիֆի մավզալեյը, կրացավ սպիտակ թաշկինակը հանեց, հող լցրեց թաշկինակի մեջ հոր Շիրիմից
եւ հետո շնորհակալություն հայտնեց արցախցիներին, որ այդքան հոգատար պահում են Շուշիի հուշարձանները։ Փոլատ Բյուլբյուլօղլի, դու հիմա չես լսում ինչ է անում քո ընկերն ասեմ, քո հրեշ ղեկավարը ասեմ, չես լսում, չես տեսնում, մտավորական էիր, մշակույթի նախարար էիր եւ Ադրբեջանում, եւ Ռուսաստանում, դե բերանդ բաց ասա, այդ ինչ եք անում, բա իրենք տենց են արել, որ դուք անում եք, Աստծո տունը քանդողը, ինչ ասես դրանց, այդ ազգը, լեզուս չի պատում ազգ ասեմ, այդ ճանապարհի ավազակախմբերը, ցեղերը, այդպես էլ ազգ չդարձան, այդպես էլ մնացին բարբարոս ու թալանչի։ Այդ Ալիևի փայը, ինչ ասեմ մեր իշխանության հասցեին, ուղղակի չգիտեմ ինչ ասեմ, ես ամեն անգամ ասում եմ սրանց վախը չափել է պետք, կամ տանել մի խուց խցկել է պետք, որ էլ եկեղեցի չքանդվի, որ էլ տարածք չհանձնվի, սրանց մեջտեղից տանել միտեղ պահել է պետք, ուրիշ ձև չկա, Նիկոլ Փաշինյան, դու ինչ համեմատություն ես բերում, եթե Արցախաշենը մերը լինի, գնանք տեսնենք մզգիտ ինչ կանենք, մինչև հիմա ինչ ենք արել, այդ որ մզգիտն ենք քանդել, որ այդ մեկը քանդենք, որ մեկն ենք քանդել, իսկ Նախիջևանում ինչ է մնացել, հայկական, որևէ բան մնացել է, և դու, դա մեր Արցախի եկեղեցիների քանդումը, և այն, որ նախապատրաստվում են այդ սրիկաները անել տատիկ պապիկի հուշարձանի հանդեպ, դա ազգի ժառանգություն է, դու հասկանում ես, քո ազգի մշակութային ժառանգությունն է, ինչի ես լալկվել, այ վախկոտ անտեր, ինչի չես ձայն բարձրացնում, ինչի չես խոսում, միջազգային ատյաններին չես դիմում, հեռախոսը վերցրու զանգի այդ քո ընկերոջը, քո պետին, քո մեծ եղբորը, ասա մի արա այդպես, պատասխան ես տալու դրա համար, Հայաստանի իշխանությունները չեք զբաղվում արցախցիների վերադարձի հարցով, բայց ձեր փոխարեն զբաղվում են միջազգային ատյանները։ Ենթադրենք, թե վաղը աշխարհը փոխվում է ամեն վայրկյան։ Վաղը եղավ մի որոշում, բարենպաստ, արցախանպաստ որոշում, եւ մենք վերադարձանք Արցախ։ Տունը սենորն ենք քանդել, եւ շատ-շատերինը։ Ուր ենք գնում, կարող ես պատասխանել Նիկոլ Փաշինյան։ Ով է մեր պատասխանը տալու, թե երկիրը ինչի է ավերակ։ Քո իշխանությունները գրանցում են այնտեղ ինչ ավերածություններ ա կատարվում։ Ինչ արժեքներ է ոչնչացվում, ինչ սեփականություններ է ոչնչացնում եւ արժեքը ինչքան է կազմում։ Քո իշխանությունները զբաղվում են այդ հարցերով։ Թե դու համոզված ես, որ մինչև մահ մնալու ես վարչապետ, արցախցին էլ չի վերադառնալու։ Սխալվում ես, ընկեր։ Վերադարձ լինելու է, այն էլ ինչպես է լինելու, Նիկոլ Փաշինյան, վերադարձ լինելու է։ Արսեն Թորոսյանին ինչ ասեմ, այդ մարդը ոտից գլուխ թյուրիմացություն է, այդ մարդուն ես չգիտեմ ինչ ազգ ասեմ, թող իրա գենը ստուգի մի հատ,
մի հատ DNK անի, տեսնի ինքը ընդհանրապես իր ծնողներն ովքեր են, իր ապուպապերն ովքեր են։ Այ ընկերի ինչ ես խոսում, թե իր տարածքում ինչ ուզում է անում է։ Ես պահանջում եմ ընդդիմությունից Արսեն Թորոսյանին դատի տալ։ Թող նա ապացուցի, որ Արցախը Ադրբեջանի տարածք է։ Եթե չի կարող ապացուցել, ուրեմն թող կրի իր պատիժը։ Դու այդ ինչ մեր կապարանոց հայտարարություն ես անում, այ մեր կուղեղ։ Ամբողջ աշխարհը ընդունում է, որ Արցախը հայկական է, 2000, 3000 տարի այդտեղ բնիկ արցախցիներ են ապրել։ Դու ինչ ես դուրս տալիս զառանցում։ Քանի երորդ անգամ եք դուք թուրքի բերանը լեզու դնում։ Վերջապես պատասխան եք տալու։ Վերջապես պատասխան եք տալու եւ այդ օրը մոտենում է։ Մի քիչ մտածեցեք այդ մասին։ Ամեն մեկը տեղից ելնում է, ես ուղղակի չեմ կարող Ալեն Սիմոնյանին ասեմ, Արսեն Թորոսյանին ասեմ, այն Կոնջորյան է ինչ է չգիտեմ, նրա ասածները ասեմ, սրանք ոչ հայ ժողովրդի պատմություն գիտեն, ոչ Մաշտոցի այբուբեն գիտեն, ոչ առաքելական եկեղեցի գիտեն, եւ այդ նույն Արսեն Թորոսյանը ասում է, ես ավելի շատ հավատում եմ Շառլ Պերոյի հեքիաթներին, քան Աստվածաշնչին։ Ժողովուրդ, ում ենք դրել սոցապ նախարար։ Սոցապ նախարարությունը դա բարեգործություն է, դա գթասրտություն է, դա ժողովրդին օգնելու օջախ է։ Ում ենք դրել։ Շառլ Պերոյին, որ ձեզ օգնի։ Հեթանոսի, անհավատի, աթեիստի։ Ինչ է կատարվում այս իշխանությունում։ Ամբողջությամբ իշխանական շենքերը, կորպուսները, կառավարական հոգեբուժարաններ են առանց հոգեբույժի։ Մինչև երբ պետք է շարունակվի, ժողովուրդս մոլորված է, ուղղակի մոլորված։ Այսօր լսում էի Կարեն Եմենջյանին, էքստրասենս, մի բան ասեց, չգիտեմ, հավատալու է, թե անհավատալու, ասաց, որ 5G ասեց, թե ինչ բերել են 2 տարի արդեն Հայաստանում գործում է, և դա թմրեցնում է մարդկանց ուղեղները։ Ինքը բացատրեց գիտականորեն, ինչ է անում այդ։ Հաճախ մարդիկ իրար հարց են տալիս, քեզ հետ էլ է պատահում, որ հանկարծ անտարբեր ես դառնում, թուլանում ես, չես ուզում ոչ մի բանով զբաղվել, տնից դուրս գալ չես ուզում։ Կարեն Եմենջյանը ասեց նաև, որ վերևից փոշի ընթափում։ Եվ դա էքսպերիմենտ է, որը ստորագրել է Կովկասյան հանրապետություններից մենակ Հայաստանը, Նիկոլի ղեկավարությամբ, Վրաստանը հրաժարվել է, Ադրբեջանը հրաժարվել է։ Թող պարզեն, մեր ընդդիմությունը թող պարզի, մեր գիտնականները պարզեն, ես այսօրվա լսածս եմ ձեզ ասում։